Եթե հենց հիմա դուք դժվարին ժամանակով եք անցնում, ուզում եմ, որ իմանաք, Աստված սիրում է ձեզ։ Նա տեսնում է, թե ինչով եք անցնում, նա ձեզ հետ է և ցանկանում է օգնել ձեզ, հենց այնտեղ, որտեղ գտնվում եք։ Սաղմոս 34:18-ում գրված է. Տերը մոտ է սրտով կոտրվածներին, նա փրկում է նրանց, որոնց հոգիները փշրված են։ Երբ մենք ցավ ենք զգում, Աստված զգում է այն մեզ հետ։ Հնարավոր է, որ հենց հիմա դուք անհնարին իրավիճակում եք, բայց ուզում եմ, որ իմանաք, Աստված կարող է ամեն ինչ նոր դարձնել, նա կարող է բարուն գործակից դարձնել ձեր խնդիրը։ Եթե դուք դժվարին հանգամանքներ ունեք կամ այնպիսի իրավիճակում եք, որ սպառնում կամ շփոթեցնում է ձեզ, առաջարկում եմ, որ հենց հիմա մի պահ կանգ առնենք և աղոթենք։ Հայր, դու պետք ես ինձ հիմա։ Դու ասում ես, որ սիրում ես ինձ և տեսնում ես ինձ այնտեղ, որտեղ հենց հիմա եմ։ Եվ չնայած այն բանի, թե ինչ եմ զգում, ես որոշում եմ հավատալ քո խոսքին։ Իդեմս այն ամենի, ինչով անցնում եմ, ես քեզնից եմ օգնություն ստանում։ Ես ունեմ քո զորության կարիքը, որպեսզի պայքարեմ այն ամենի հետ, ինչն այս պահին չափազանց մեծ է թվում։ Օգնիր ինձ։ Հայացքս ուղղեմ քեզ։ Խնդրում եմ, հայտնիր քեզ։ Խրախուսիր ինձ անցնել իմ առջև գտնվող ճանապարհը։ Օգնիր ինձ շոշափելի կերպով վերապրել քո սերը և ներկայությունը։ Ես լիովին հանձնվում եմ քո ձեռքերի մեջ, Հիսուսի անունով, ամեն։ Ես սիրում եմ Երեմիա 29:11-ը։ Այն խոսքն ասում է, որ Աստված բարի ծրագրեր ունի ձեր ապագայի համար, ծրագրեր խաղաղության համար, ծրագրեր ձեզ հույս տալու համար։ Միշտ հիշեք, որ Աստված ձեր կողմից է։ Նա անհնարինի Աստված է, և նա կարող է հրաշքի վերածել ձեր իրավիճակը։ Աստված այսօր ասում է քեզ. ես սիրում եմ քեզ հավիտենական սիրով, ես մոտեցրել եմ քեզ անսպառ բարություն։ Երեմիա 31:3 Որովհետև սարերը կքաշվեն, բլուրները կսասանվեն, բայց իմ ողորմությունը քեզնից չի քաշվի և իմ խաղաղության ուխտը չի սասանվի, ասում է քեզ ողորմող Տերը։ Եսայիա 54:10 Քեզ որովայնում չստեղծված, ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դուրս չեկած, ես քեզ սրբեցի։ Երեմիա 1:5